Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում չի կարող կոնյակ արտադրվել։ Հայաստանի-Վրաստանի վարչապետների հանդիպման ժամանակ քննարկված թեմաներից մեկը ապրանքների որակի ստանդարտների հարցն է եղել։ Այս մասին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի հարցին, ով հարցրել է վարչապետի իր վրացի գործընկեր Իրակլի Կոբախիձեի հանդիպման մանրամասների մասին։ Փաշինյանի խոսքով ոչ բոլոր ընկերություններն են հետում որակի գործարար էթիկայի նորմերին, դրա հետանքների հետ նա ստիպված է գործ ունենալ միջազգային ասպարեզում, շեշտեց, թե դեռ 2018 թվականից է տնտեսվարողներին հայտարարել, որ պետք է ստանդարտներ լինեն։ Ինչի՞։ Պետք է ես գնամ միջազգային կազմակերպություն կամ միջազգային այցի ընթացքում միջազգային հեղինակավոր արտադրող կազմակերպությունն ինձնից հանդիպում խնդրի, ես մտածեմ, երի այս կազմակերպություն ուզում է Հայաստանում ներդրում անի։ Բայց կազմակերպությունները հերթով գան, ասեն, ձեր երկրում էս արտադրանքն են կեղծում, էն արտադրանքն են կեղծում։ Հետո էլ ասենք, թե հիմա քաշենք, պրոբլեմներ կլինեն, ասաց Փաշինյանը։ Հավելեց, ամեն ամիս է խոսում ստանդարտների մասին կառավարության նիստում էլ հայտարարել է, որ պետք է մտածողություն փոխվի։ Հայաստանում չի կարող կոնյակ արտադրվել, ոնց որ Դիլիջանում չի կարող ջերմուկ արտադրվել։ Հայաստանում չի կարող շամպայն արտադրվել։ Մեր մեծագույն պրոբլեմն է, որ մենք մի պատուհան ունենք ու ամբողջ աշխարհը տենում ենք այդ պատուհանից, ու այդ պատուհանը թափանցիկության հարց ունի, հայտարարեց Փաշինյանը։ Այս առնչությամբ Բագրատյանը հարց բարձրացրեց, թե որքանով է տեղին Վրաստանի իշխանությունների կողմից խոչընդոտել հայկական ապրանքների տարանցումը դեպի Ռուսաստան, եթե այդ ապրանքը Ռուսաստանում վաճառվում է։ Ի պատասխան Փաշինյանը հայտարարեց, որ ամեն դեպքում Հայաստանը չպետք է իրեն թույլ տա արտահանել չայով գույն տված յաթրջի արաղը, որի անունը դրած է կոնյակ։ Հիշեցնենք, որ այս տարվա ամռանը Վրաստանի մաքսային ծառայությունը դադարեցրել էր Հայաստանից Ռուսաստան կոնյակի տարանցումը։ Մոտ 2 ամիս անց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գորգ Պապոյանը վրացի գործընկերների հետ բանակցությունների արդյունքում հայտարարեց կոնյակի տարանցման համար փոխադարձ ընդունելի ռեժիմի մշակման մասին։